որ ասում է չամչով բուլկիկ ուտես, ասում է ասման, կծում ասում է բա ուրա չամիչ, ասում է մի հատ է կծի, մի հատ էլա կծում, ասում է մի հատ է կծի, մի հատ էլա կծում, ասում բա ուրա չամիչ, ասում է անցար։ Եվ բնականաբար հիմա հարց կարա չնա ասեմ, բա չես խոսում սահմանադրական դատարանի մասին, ամենակարևոր բանն է, չէ՞, լայվ ուղիղ եթերում սահմանադրական դատարանի նիստն ալուսա, ոնց դու չես խոսում այդ մասին։ Ժողովուրդ անկեղծ ձեզ ասեմ, ինչ նիստը սկսվել է ամեն օր, մոտավորապես մի ժամ կտորներով հետո առաջ հոբանով նիստին հետևել եմ սահմանադրական դատարանի, բնականաբար ինչ որ ասել եմ ուժի մեջ է, որ սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանի անվան դատարանն է եւ այն որևէ որոշում չի կարող կայացնել, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից։ Բայց եթե անգամ ուզում եք որ կայացնի նման որոշում, նման իրավիճակում, պետք է լինի ճնշում, պետք է սահմանադրական դատարանի դատողները զգան, որ կա ժողովրդական պահանջ ճնշում։ Հիմա օպոզիցիոն ուժերը, որոնք դիմել էին սահմանադրական դատարան, ցույց կազմակերպեցին սահմանադրական դատարանի մոտ։ Եվ դուք տեսաք դա ինչ ցույց էր։ Անգամ այդ ուժերի լիդերները չէին եկել այդ ցույցին։ Էլ դրանից են կողմից չեն քննարկում, ինչ ենք խոսում։ Ուղղակի բանա, այդպես պրոցես է, պետք է անել, պետք է սպառել բոլոր պրոցեսները, վերջում ասեն ժողովուրդ ջան, դե դուք տեսաք, մենք պայքարեցինք, մենք դիմեցինք ստեր, մենք դիմեցինք ընդեր, այն ինչ որ ուժերից մեկն էլ դիմել է, ասում է մնացած բոլոր ուժերը, որոնք չեն դիմել, 10 ուժ չի դիմել, մնացածը դիմել են։ Իսկ այդ թվում մենք։ Ասում է այդ ուժերն էլ թող գան երրորդ կողմներ գրավեն, որպեսզի իրանք էլ միանան այս մեծ պայքարին։ Շատ լավ, իրավաբանական այդ հմտությունները մենք ունենք, գիտենք որ կարանք դիմում տանք, միանանք, դառնանք երրորդ կողմ բան, բայց որ ես գամ դառնամ երրորդ կողմ։ Ես սպասում եմ որ 4000 մարդ, ովքեր երկու դիմադիր ուժերից եղել են բոլոր հանձնաժողովներում, այդ 4000 մարդու տված կեղծիքները զանգվածային ներկայացվեն սահմանադրական դատարանի նիստում։ Զանգվածային կեղծիքները բերեք ներկայացնենք։ Բայց դեռ չի հասել նիստը այդ մասին կամ հասելը չգիտեմ, որ ասում է չամչով բուլկիկ ուտես, ասում է ասման, կծում ասում է բա ուրա չամիչ, ասում է մի հատ է կծի, մի հատ էլա կծում, ասում է մի հատ է կծի, մի հատ էլա կծում, ասում բա ուրա չամիչ, ասում է անցար։ Հիմա կարող է անցել է այդ զանգվածային խախտումների ներկայացման, բա ես չեմ տեսել։ Ցույց տվեք, ախպեր, բերեք դծրեք դատարան այդ զանգվածային խախտումները։ Որտեւ մենք լծակներ չենք ունեցել հանձնաժողովներում, որտեւ խորհրդարանական ուժեր ունեն հանձնաժողովներում երկուական անդամ, ովքեր պետական բյուջեից աշխատավարձ են ստանում։ Այդ է մեխանիզմը։ Բերեք ցույց տվեք, հասկանանք ինչ է։ Չխոսում են ատելության խոսքի մասին, քանի որ ատելության խոսքը ընտրությունների ժամանակ, ինչի՞ չեք սահմանական դատարանում ատելության խոսքն են քննարկում։ Այդ ինչ եք քննարկում։ Այնտեղ Արտադրության նախարարն եկել ասում է դա ատելության խոսք չէ, դա կոպիտ քաղաքական խոսք էր, ձեռ եք առնում։ Զանգվածային խախտումները պետք բերել ցույց տալ սահմանադրական դատարան։ Դա համար ասենք մենք դիմենք ինչ անենք, էլի ինչ անենք։ Բանը եկեք երրորդ կողմ, կամ երրորդ կողմները գրավենք, որ ինչ անենք։ Որ ասենք ինչ։ Որ մի ուժը միջնորդել է բանը որոշներ։ Դանիել Յոնիսյանին հրավիրում որպես վկա հարցաքննության, ոնց հասկացա ընտրակաշառքների մասին։ Սահմանադրական դատարանը որոշել է, խորացեք։ Հակակոռուպցիոն կոմիտեին ներգրավել է նիստում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ կապ ունի սահմանադրական դատարանի քննվող հարցի հետ, չէ՞։ Կարող է իրավիճակ լինի, որ ընդդիմությունը դիմել է սահմանադրական դատարան, բռնել ընդդիմությանը դատեն, հասկանում եք, ոչ թե դատեն իշխանությանը եւ այն մարմինները, ովքեր պարտավոր էին նորմալ արդար ընտրություններ կազմակերպել, այլ ընդդիմությանը բռնեն դատեն։ Սա ժողովուրդ ջան, սա բան է։ Չգիտեմ ինչ բառեր օգտագործել, սա խայտարակություն բառը շատ, ասենք աբսուրդ է էլի։ Եվ երկու կողմն էլ այդ աբսուրդի մեջ խաղում են։ Դերը բաժանած, շատ sense բան, այդպես դերաբաշխում արած։ Մենք գանք այդտեղ ինչ անենք, էլի մենք ինչ կապ ունենք այդ աբսուրդի հետ, այդ աբսուրդի դատորնում մենք ինչ անենք։ Եվ ես հարցեր էի բարձրացրել, որ գոնե քաղաքական տեքստ ձևակերպեք, ինչ եք ուզում սահմանադրական դատարանից ու ինչի համար։ Որ ինչ կանեք, եթե ՍԴ-ն հանկարծ որոշի, որ չէ, սա նորմալ է անցել։ Ընդդիմություն ձևակերպի, ասա ինչ կանեք, որն է ձեր սպառնալիքը քաղաքական։ Օրինակ եթե ՍԴ-ն որոշի, որ նորմալ է եղել, ինչ եք անելու։ Ձևակերպեք ձեր ասելիքը։ Եթե ՍԴ-ն որոշի, որ նոր ընտրություններ ալին, պարզա կգնա նոր ընտրություններ, հա, շատ նորմալ, հա, օքեյ։ Բայց եթե ՍԴ-ն որոշի, որ չէ, ամեն ինչ նորմալ է եղել, գնացեք աշխատեք խելոք Նիկոլի հետ։ Այդ ժամանակ դուք ինչ կանեք։ Չեք աշխատի, նստացույց կանեք, հացադուլ կանեք, ցույցեր կանեք անդադար, գիշեր ցերեկ, դե դա արդեն չի եղել, չեք արանեք։ Ուրիշ ինչ կարա կանեք։ Ասեք մի բան, որ իմանա ՍԴ-ն իմանա, որ սա սպառնալիք է, սա է մեզ սպասվում, եթե հանկարծ մենք ուրիշ բան որոշենք։ Չնայում եմ ինչ-որ ուրեմն սահմանադրական դատարանի սկզբանե որոշել է, որ Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զենալյանը չպետք է մասնակցեն նիստերին։ Դրա վրա եմ ապշած։ Մեկ էլ ընդդիմության փաստաբանները միջնորդում են, որ նրանք էլ գան նիստին մասնակցեն։
որ կազմը լինի ամբողջական։ Հետո ընդդիմության ներկայացուցիչները միջնորդում են, որ կազմը իրավազոր չի, եւ այս կազմը, այն կազմը չի, որը որ պետքա քննի։ Ժորժ ջան, Հայաստանի Սահմանադրական դատարան ունի մի հատ կազմ։ Եթե այդ կազմի հետ օքեյ չեք, մի դիմեք ախպերից դա։ Այդ կազմն է, բա այդ էինք ասում, ասում ենք այդ է կազմը։ Ինչ եք անում, այն ինչով եք զբաղված, տղեկ։ Հիմա կասեմ բան ախպեր Մարուքյանը բան արեց, ընդդիմությանը քննադատեց։ Հարցնում եք ասում ինչ կարծիք եք Սահմանադրական դատարանի։ Միջնորդում եք գանք երրորդ կողմը լինենք, բայց դες հարցերը ինչ անենք, չասենք ախպերից ինչ եք անում։ Երրորդ կողմ։ Ժորժ ջան, ինչ ասեմ, էսա իրավիճակը։ Սպասենք։ Սահմանադրական դատարանը պարտավոր է մինչև հուլիսի 4-ը կայացնել որոշում վերջնական։ Դե ինքը ժամկետների մեջ է գործում։ Եվ հուլիսի 4-ին լինելու է վերջնական որոշում։ Սպասենք, տեսնենք նախ ընդդիմությունը այս օրերին։ Էլ ինչա ներկայացնում, հետո էլ Սահմանադրական դատարանը ինչա որոշում։ Բնականաբար այդ բոլոր հարցերին մենք միանշանակ կարձագանքենք եւ կանդրադառնանք։ Ոչ մի բան բաց չենք թողնի։ Գրեք ձեր հարցերը, ձեր առաջարկությունները, ձեր մոտեցումները եւ այո, ձեր բողոքի ձայնը հնչեցրեք այս հայտարարակ ռուսական օրենքի դեմ, որ իրանք իբր բան են անում, էլի, իբր ժողովրդավարական Ռուսաստանի դեմ պայքարող այս իշխանությունը Ռուսաստանից թխած օրենք է բերել, որ Հայաստանում ընդունի։ Էս է այսօրվա վիճակը։ Տարածեք եւ բոլորին լավ ուր, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։